Պարոն Հարությունյան, տեսեք, այսինքն ճիշտ է հարցադրումը, որ ինչու պետք է, օրինակ, գյուղական համայնքում 120,000 դրամ աշխատավարձ ստացող ուսուցչի վճարած հարկից պետությունը հսկայական ջերմոցներ ունեցող գործարարներին հիմա էլ սուբսիդիա տա, որ հասցնեն իրենց ապրանքը Եվրոպա ծախեն։ Սա ստացվում է ուսուցիչներին Պլյուս դրան, երբ որ գյուղացին աշխատում է, ինքը չի կարողանում անմիջապես շուկայում վաճառել, միջնորդները վերցնում են, միջնորդների վրա էլ ավելացված արժեքի հարկ կա, այլ հարկ կա, նշանակում է ստիպված իրանք գյուղացուց ապրանքը պետք է էժան վերցնեն, որ իրանք ավելացնեն այդ տոկոսները, կարողան իրանց տնտեսությունը։ Հիմա սա դարձավ տնտեսության զարգացում, ես սա եմ ուզում հասկանալ, տնտեսության զարգացման ինչ մոդելով է առաջ գնում Հայաստանի ներկայիս կառավարությունը։ Խնդրում եմ մի բան էլ ավելացնել, այստեղ մենակ ջերմոցները չի, հեսա խնդիրը որոշակի վերլուծը կամփոփենք, հիմա նույն հաջողությամբ իրենց մյուս ծրագիրը 5000 հեկտար նորագույն տեխնոլոգիաներով հագեցված այգիների հիմնումն է, իրենց ասած 5000, եթե նույն տրամաբանությամբ ես մոտենամ, յուրաքանչյուր 1 հեկտարի ծախսը իրեն ծրագրերով կազմել է 25 միլիոն դրամ միջինը, այդ 25 միլիոնից մի մասը քեշբեք հետ է վերադարձվել, մի մասը էլի տոկոսի 0%-ա որպես կանոն սուբսիդավորվել է, նորից առել, երբ որ 5000 հեկտարը բազմապատկում են 25 միլիոնով ստանում ենք էլի միլիարդ, էլի այդ տոկոսով սարսափելի թվեր է, այս դեպքում եւ նաեւ ջերմոցի դեպքում սարսափելին որն է, որ ամբողջ ջերմոցի մատերիալը ներկրվում է դրսից, այդ փողը դուրս է գնում, անմիջապես, նույնը նորագույն տեխնոլոգիաներով ցանցը, շպալերաները, կատիլայինի միջոցները, տնկանյութը, նույնը ինչպես ջերմոցներում, այնպես էլ այստեղ վարտի ելակի տնկանյութը դրսից է գալի, այսինքն այս ամբողջ փողը դուրս է գալիս հանրապետություն։ Ինչա մնում հանրապետություն։ Հանրապետությունում մնում է բյուջեից տարած փողերը, որ գնացել է բանկերի հարստացում։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։